Բարև ձեզ, կատարեցիք ձեր ընտրությունը։ Չէ, արևս, փաստորեն ես հիմնական գրանցումը ես տեղումն եմ, ժամանակավոր իմ աղջկա տան վրա եմ գրանցվել, պոլիկլինիկայի խաթեր։ Ասма դու ստեղ չես գրանցված, բայց ոնց չէ, եթե ես ժհեսա ժամանակավոր եմ դուրս գրված։ Բայց ինչպես հասկանալ, կներեք, ձեր անուն ազգանունը։ Երանուհի Բեժանյան։ Հա, դուք ինչպես եք այս երևույթը մեկնաբանում։ Որ պահն է ձեզ հետաքրքրում։ Ասма մեզ մոտ չի գրանցված ձեր անուն ազգանունը, գնացեք այն ընտրատարած, գնացեք պասպորտ սեղան, չգիտեմ ուր, որը որտեղից։ Չէ՞ որ դուք Մերձավանի բնակիչ եք։ Այո, հա։ Ձեր անձնագրում։ Այո, նշված է ժամանակավոր, տես դուրս եկած եմ ժամանակավոր։ Այո, եւ գրանցված եք, կներեք։ Եվ գրանցված եմ։ Եթե կարելի է, այսպես։ Խնդրեմ։ Այսինքն Երանուհի Բեժանյան, Շուրայի։ Դուք հիմա ձեր անունը ընդհանրապես չգտաք այս։ Չէ, այ բալա, չէ։ Դուք գիտեք, որ արդեն բոլոր դեպքի ականատեսն ենք, մենք ընտրատեղամասերում շրջում ենք եւ տեսնում ենք։ Ահա, շատ բարի։ Ինչ եք պատրաստվում անել։ Դուք բողոքելու։ Բողոքին, բայց ես այդքան առողջական չունեմ։ Ես գնամ պասպորտ սեղան, գնամ այնտեղ, լավ է տեսնում ես, որ առողջականից մի քիչ են չի։ Արևս։ Այսինքն միտումնավոր է արվում, որ մեր ժողովրդի ինչ-որ հատված անկարող լինի։ Չեմ իմանամ, արևս, չեմ իմանամ, փաստացի դու տեսնում ես։ Փաստացի կա։ Այո։ Բայց ես ոնց որ չկամ։ Բայց գուցե պետք է այնուհանդերձ ձեր ձայնի իրավունքը հարգելու համար։ Ես հարգում եմ հենց հիմա, ես ջղայնացած վիճակում եմ, ես փաստորեն պետք է գնամ պասպորտ սեղան, այնտեղից թուղթ բերեմ, կամ ստեղ տենամ որ տարածքի վրա եմ գրանցված, որ ես տենամ, որից հետո անեմ, այսքան օր սպասել եմ, որ ես ընտրության մասնակցեմ։ Դուք նախապես չեք իմացել, որ կարող է նման խնդիր։ Չէ, այ բալա, չէ։ Իսկ չեք ստուգել ձեր անունը ցուցակում կար թե չէ։ Չէ, բայց ցուցակ ես որտեղից իմանա, եթե աղջիկս նոր եկած է ինքը օտար երկրից, աղջկանս բերեցի ասի, թող ինքը ընտրի ու ես նոր գամ առանձին ընտրեմ։ Արևս։ Հիմա դուք փաստորեն ստիպված եք լինելու ոչինչ չանել։ Բայց ոնց, եթե մի ձայն անգամ մեծ կապ ունի, ամեն ինչի համար։ Ամեն ինչի համար մի ձայնը։ Բայց գուցե պայքարեք իսկապես այդ ձեր։ Այ բալա, հմիկ մեքենա թող տրամադրեն, ես գնամ պասպորտ սեղան, ես գնամ այնտեղ, որ ես իմանամ, որից հետո եմ անում։ Արևս։ Եթե Աստված չաներ, դու իմ տեղն ելներ, դու ոնց կվարվեիր։ Գյուղապետին գուցե դիմեք։ Օրինակ մարդիկ կային ասում էին, այս պահին պիտի գնանք գյուղապետին դիմենք, ինքը տա համապատասխան փաստաթուղթ, մենք գանք մասնակցենք։ Գուցե այդպես անեք։ Որա գյուղապետ։ Հանձնաժողովի նախագահ կարելի է ձեզ։ Կներեք, մեկ վարքյան։ Արևս, որ միացեք։ Կներեք ձեզ, հանձնաժողովի նախագահ։ Այնտեղ քաղաքացին բողոքում է, որ այստեղ իրեն թույլ չի տրվել քվեարկության մասնակցել, իր անունը չի եղել ցուցակում, ասում է, բայց սա ուղղակի ինքը համարում է, որ ոչ օրինական քայլ, ինչու չկա քաղաքացու անունը ցուցակում։ Բազմաթիվ խնդիրներ կարան եղած լինեն, որպեսզի իր անունը չհայտնվի ցուցակում, նման դեպքերում պետք է գնալ անձնագրային բաժին։ Այսօր աշխատում անձնագրային բաժինը ընտրության հետ կապված, գնալ անձնագրային բաժին ճշտել, եթե անձնագրի հետ կապված խնդիր կա ու դրա արդյունքում դրանով պայմանավորված չի ընդգրկվել ցուցակներում, նրան տալիս են ժամանակավոր հաշվառման թուղթ 9-րդ ձև ու ինքը թղթով գալիս է ընտրում։ Բայց ես ուղղակի հիմա փոխանցեմ ձեզ տիկնոջ անհանգստությունը, ասում է ես առողջության խնդիրներ ունենք, մարդիկ հազարումի հարցեր ունեն, թող ուրեմն այդ դեպքում տրամադրվի համապատասխան մեքենա, որ մարդիկ կարողանան գնալ այդ բոլոր գործողություններն անեն եւ իրենց անձնագրի ժամկետը տանել, երկարացնել կամ մարդկանց անձնագրային խնդիրների հետ կապված ով պետք է մեքենա տրամադրի, որ բնակիչը գնա։ Ժամկետը երկարացված է ամբողջությամբ ըստ իր անձնագրի օրինական է։ Ես նոր նկատել եմ խնդիրը, կարող է խնդիրը ժամկետը չի, խնդիրը իր հաշվառման հետ է կապված, խնդիրը չի կարա, ստեղ ավտոմատացված է, ստեղ ամբողջ համակարգի մեջ ամբողջ բազան կա, ընտրողների բազան կա։ Բայց մենք արդեն որորդ անգամ նկատում ենք, որ կա այդ երևույթը, մարդիկ գնում են ցուցակներում իրենց անունները չկան։ Իրենց անունները ուղղակի չկան, օրինակ այստեղ չէ, կներեք, առանց ընտրական ընտրողների ցուցակում առանց լինելու ոնց կարա մարդը գա բնակիչը ընտրի։ Տեսեք հարցը ինչու՞մն է։ Եղել են այստեղ դեպքեր։ Մենք շարունակում ենք հիմա մեր հարցազրույցը հանձնաժողովի նախագահի հետ եւ միաժամանակ
Հարգարժան տիկինն է, խնդրեմ, խնդիր ունեցեք, գուցե դուք հենց հիմա մեր ներկայությամբ բարձրաձայնեք ձեր խնդիրը, որ է եղել խնդիրը։ Արևս, ես հիմնականում գրանցում ունեմ Մերձավանում, ժամանակավոր դուրս եմ եկել պոլիկլինիկայի հարցով, գրանցվել եմ ժամանակավոր, սա հիմնականս կա, շատ բարի, բա իմ անունազգանն ուրա։ Տեսեք, երբ որ դուք գրանցված լինեիք ուղղակի ժամանակավոր, հեսա գրածը, փաստացի չեմ, ժամանակավորը։ Ես փաստացի իրավունք չունեմ գրանցվելու այս հասցեի վրա, ժամանակավոր։ Ձեր անձնագրում, տիկին ջան, ձեր անձնագրում գրված է, որ հաշվառվել է։ Այո։ Երևանի, քաղաք Երևանի վ Համբարձումեն փողոցի X հասցեում։ Ձեր հասցեն չի։ Ահա, բասա։ Տեսեք, վերջի տվյալներով 3008 ունենք 300824 թվի տվյալով, վերջի տվյալը դա է ձեր անձնագրի մեջ, դուք հաշվառված եք Երևանում։ Արևս, ես իրավունք չունեմ, լսի։ Մեկ վարժան քաղաքացու լսենք։ Մի րոպե, կյանք լսի։ Ես իրավունք չունեմ իմ աղջկա տան վրա հիմնական գրանցում ունենամ։ Աբսուրդ է։ Ես հանձնագրային բաժնում չեմ աշխատում։ Լավ, հիմա ինչ պիտի Ինչ իրավունք ունեք, ինչ իրավունք։ Բայց ես փաստացի դուրս եկած չեմ։ Փաստացի եթե դուրս եկած լինեի, Արմավիրի այս իմ բանից դուրս եկած կլինեի։ Եթե իսկապես ուզում եք ձեր ընտրական իրավունքը իրացնի, գնացեք անձնագրային բաժին, գնացեք։ Ուրիշ լուծում ես այս բան ընտրատեղանոցը չեմ կարող պատճառել։ Ինչի՞։ Ռեալն է։ Ինչի՞ մի ձայն անգամ մեծ կապ ունի, այստեղ։ Միանշանակ մենք այստեղ հավաքվել ենք ու հորդորում ենք բոլոր բնակիչներին եկեք մասնակցեք ընտրությանը, որովհետև ինչքան մասնակցությունը մեծ լինի, այդքան ավելի լավ, որտեղ պետք չի լինել անտարբեր, պետք է մասնակցել երկրում զարգացող իրավիճակի։ Հəmin եթե ես մի րոպե բալես, իմ աղջկա հետ եկա, չէ, ես այդտեղ երեխուց բերեցի, ինքը սամալյոտից իջել ու եկա բերեցի երեխուց ընտրեց։ Ուրեմն ես ուզում եի, չէ, որ ինքը անպայման ներկա լիներ։ Հəmin եթե ես հիմնականս ստեղա իմ հասցեի վրա եմ։ Խնդիրը պետք է ճշտել այսօր ուղղակի չի որ աշխատում անձնագրային բաժինը նման խնդիրների համար է որ այսօր Կիրակի օրով գործում անձնագրային բաժինը որպեսզի դուք եթե հնարավորության դեպքում չեք կարողանում գնալ Էջմիածնի Վաղարշապատի Իսկ պետք չի դեր գնամ այդ իսկ պատճառով նման խնդիրներից խուսափելու համար Փարաքար համայնքում գյուղապետարան վարչական շենքի առավելությամբ շարժական կայան է տեղադրվել որտեղ զբաղվում են անձնագրային բաժնի աշխատակիցները Ինչ է մեքենա տրամադրեն ինձ տանեն այնտեղ ու ես այս արդերը բարձում անեմ Ես հանձնաժողովում հետ կապված աշխատանք ունեմ կատարելու այլ խնդիր կարող ենք ես անձնագրային բաժնի իրավունք պահանջելու իր ընտրելու իրավունքը մինչև ես ասում եմ կթողնենք եթե գնա օրինական ձևով իր 9-րդ ձևը եթե այստեղ այս անձնագրով ինչ որ խնդիր կա չի գրանցվել չի հաշվառվել ընտրող ցուցակներում գնացեք այնտեղից գնացեք ուղեկցելով ինչ որ մեկը որտեղ ներքև Ստեղ չեն տալի Փարաքարի համայնքի Փարաքարի գյուղապետարանի մոտ չեն տալի կամ կարող են գնալ Վաղարշապատի Այդ հավտանեմ Իսկ ինչի՞ չի աշխատում է եղբայր Ինչի՞ չի աշխատում Չգիտեմ, տեսեք, իր անձնագրի մեջ հարգելի քաղաքացի, ձեր անձնագրի մեջ վերջի տվյալները, որ ես տեսնում եմ, գրանցված է, որ քաղաքացին, տվյալ քաղաքացին հաշվառված է ժամանակավոր։ Ուրեմն խնդիրը արդեն պարզ է անձնագրային բաժնում էլ եկեք։ Ես ասում եմ, հիմնական գրանցումից ես չէի կարա դուրս գայի։ Հենիկ մեքենա տրամադրեք, ես իջնեմ այնտեղ։ Դեպքերում լավ, եզրափակեք, հա, այս իրավիճակը նման դեպքերում ինչպես պետք է վարվեք դուք, հա, խնդիր կա։ Ես վարվում եմ այնպես, ինչպես որ պետք է վարվեմ։ Ես պետք է քաղաքացուն օրենքով սահմանված կարգով ուղղորդեմ անձնագրային բաժին, որ նա գնա իր խնդիրը կարգավորի։ Մի րոպե, եթե քաղաքացին կարգավորող խնդիր։ Մնացածը ավելորդ։ Մի րոպե, բալես։ Մենք չենք եկել։ Մի րոպե, բալես, մի րոպե, այդքան էլ անգրագետ չեն։ Հարցի պատասխան եմ տալի, խնդրում լսեք։ Հա։ Դուք ասում եք տվյալ դեպքերում ինչ պետք է անի հանձնաժողովի նախագահ, ես ասում եմ պետք է անի այն, ինչը որ ես հիմա եմ անում, լսեմ խնդիրը, հասկանամ ինչումն է, փորձեմ լուծում առաջարկել։ Ես հիմա առաջարկում եմ լուծում։ Մի րոպե,
ասիր քո ասելիքը։ Ես ուզում եմ, որ նա եւս գա ընտրի ու իր ընտրելու իր։ Շատ բարի, ասեցիր քո ասելիքը։ Բա հմիկ պետք է ինչ-որ մի բանով ինձ օգնես, որ ես գնամ։ Քաղաքացին ասում է, ես իմ անձնագրի հետ կապված խնդիրը լուծելու համար պահանջում եմ ինձ տվեք տրանսպորտ, ես գնամ իմ անձնագրի հետ։ Հա, բա եթե այս տարիքի կին եմ, մի վիճակի չեմ, ինչ որ այս բրիպումը չպտի իրականանա։ Ցավում եմ, որ դու։ Ինչի, մի ձայնը մեծ կապ ունի, ասма ցավում եմ, ես հարցու պատասխանա։ Ահա, կարծու կոնկրետ պատասխան, չէ, պրծավ, հա։ Այս կարողություն է երևում է։ Ես ուզում եմ Կարող է չէ, այս երևույթը շատ լինել, եւ իսկապես ձայների թեկուզ 1-ը, 2-ը, 3-ը կարող է իսկապես լուրջ ազդեցություն։ ընտրողը երբ որ պայքարում է, որ իր ձայնը, իր ընտրության իրավունքը իրացվի, նախորդ կարգավորում է իր անձնագրի հետ։ Ասեմ, շատ գիտեիք, որովհետև մեկ շաբաթ առաջ արդեն ընտրացուցակները կախված էր այստեղ, դուք եկել եք, եթե ուրեմն չեք եկել, հետաքրքիր չեմ եղել, քաղաքում չեմ եղել։ Բայց եղել է ընտրացուցակները ժամանակավոր կախված, որ ընտրողը գալիս է, հասկանում է, եթե իր անունը չկա ցուցակում, գնում այդ խնդիրը կարգավորում։ Էլ հիմա անիմաստ Անիմաստ, շատ ճիշտ է, իսկական արդարություն, անիմաստ է։ Ոչ ման, թող տրանսպորտ տեղա բան անեն, ես գնամ իմ հարցումը տամ։ Արևս, ոնց անեմ, ասա անեմ։ Իսկ եթե չի հատկացվում տրանսպորտ, դուք ինքները ձեր ձայնի հետևից չեք գնալու։ Հա, ոնց գնամ։ Իմ երեխուն գործից կտրեմ, որ իր գունը 8 ժամի է գալու, որ երեխից ընտրի։ Ոնց գնամ։ Ինքը պետական աշխատող։ Ոնց գնամ, արևս, դու ինք մի հատ ուղղություն չուր տուր, ես անեմ։ Ուղղությունը ցույց էր տալիս։ Այդպես այլ ուղղություն չուր տվածը։ Այդ ցավը տանեմ։ Ուղղությունը տեսա։ Հիմա ձեր անձնագրի դուք որտեղ եք գրանցված։ Հիմնականում իմ գրանցումը ստեղ է։ Ես չեմ կարա իմ այս հասեի վրա հիմնական գրանցվեմ, աբսուրդ է։ Չեմ կարա։ Ձեր հիմնական գրացումը մերձավանում է, ձեր հիմնական գրանցումը ցավը տանեմ, հեսա, հիմնական գրանցումը։ Ժամանակավոր գրանցումը Երևանում է։ Այո, հա, բալես, հա։ Հա, արևս։ Ինչ անեմ, ուղղությունը դու ինչու դու նանջան, ես այդ ուղղությունով անեմ, ոնց անեմ։ Տրանսպորտ պետք է վերցնեք, գնաք պայքարեք մինչև վերջ։ Բայհորս արև։ Կիրակի օրով ես ուր գնամ։ Իսկ ոնց են որոշել, որ եթե հիմնականը ձեր այստեղ Ազիջան, Ովքեր ունեք խնդիր։ այն նահասեի վրա են գրանցված, որ պոլիկլինիկան, օգնության իմ առողջականի պահով, այդ պահով են իրանք գրանցել ինձ։ Կներեք, որպես ընտրող դուք էլ ունեք խնդիր։ Հիմնական ես Ունեք խնդիր, ինչ խնդիր ունեք, ձեր մոտ ինչ խնդիր է։ Պասպորտի ինչ-որ խնդիր է, չգիտեմ, ես չէ, իմ ընկերը Վայանի տղա է, եկել է որպես ինտերես գյուղի աբրուղա, ասում է, որ ինչ-որ պրոբլեմ կա, չգիտեմ ինչ պրոբլեմ կա, Կարող մոտենա է ձեր ընկերը կամ հա, էսա, մի ներսում է, էսա, որովհետև որ հասկանում եմ պրոբլեմները բավական էսա մի մամենտ, ինքը դուրս կա, այդ ինչպես կա, տնիկա ավելի օրիգինալ կբացատրվի, էլի ինչ թե ինչ պրոբլեմ, մի հատ ես մտնեմ ընդ ջոգեմ ինչը ոնց անոր։ Ցելի հայրենակիցներ, ինչպես տեսնում եք, բավական թեժ մթնոլորտ է, ընտրողները փաստորեն անձնագրի հետ կապված խնդիրներ են ունենում եւ չեն կարողանում իրացնել իրենց ընտրական իրավունքը, չեն կարողանում քվեարկության մասնակցել։ Հոլա։ Համի մի րոպե։ Արի կանանձամ, լեսարի, ես զբաղվում եմ, հա, ես ասում։ Ես եկել եմ ես գյուղի բան եմ, անիչա։ Չէ, ախպեր, ինչի։ Արա քեն։ Ապե ոչ։ Ես ուզում եմ մտնեմ մի հատ մարդու, բայց ինձ ասում է դու ես գյուղապետը բանը չես։ Էս անիչա։ Չկա, համայնքի չես, բայց ես պեչատը ով է դրել։ Հələ մի րոպե։ Այո, խնդրեմ, իմ անձնագիրը։ Ապե չէ, պետք է տենան ժողովուրդը։ Ես սրանով Ռուսաստան եմ գնացել, ուր ասես որ չեմ գնա։ Այո, հեսա, խնդրեմ, մի րոպե։ Խնդրեմ, նայեք, Երևանյան Արմավիրի Այո, յուղ Մերձավան, Երևան Ես 16 տարի ապրել եմ այստեղ։ Ես ուզում եմ ընտրություն անեմ։ Ասում են դու չկաս։ Ըստ է։ Ասում են գնա ես իմ
գնա եսի մուր, խիչ գնացի ինձ մակապարտես, ընդեղ էլ տնտեսական տարածքա։ Իմացեք, ես էլ մայոր Գևորգյան եմ, ես զինվորական եմ։ Խնդրեմ, նայեք։ Ես պոստեր եմ ելնելու 4 օրից եկել եմ մտրություն անեմ։ Չեն ուզում մարդիկ ասում են։ Նախորդ ընտրություններին մասնակցել եք։ Ես վերջին անգամ չեմ մասնակցել, ընդհանրապես։ Դուք միտում եք տեսնում այս ամեն ինչ։ Ինչպես։ Միտում եք տեսնում։ Այո։ Գնացին։ Ապե միոպի։ Ապե դու հայտա իմանա, Իմանա, չէ։ Ապե չէ։ իմ ընկերնա, բայց իմացեք, համայնքը թող իմանա։ Հարգելի ժողովուրդ։ Ինչ իմանա համայնքը։ Համայնքը իմանա։ Որ իմ ընտրությունը ոտահարում է։ Գնա։